Արագ վիրահատական խիրուրգիական միջամտություն է, որպեսզի ծայրահեղ աղքատության հարցը շուտ լուծվի։ Ընտանիքում կա 3 կամ 4 անդամ, ընտանիքին տրվում է 20-ից 30 հազար դրամ աղքատության այդ նպաստը։ Մեր առաջարկը հետևյալն է. մենք անձի հաշվարկով ենք անելու, 25%-ը կարողացել է որոշել բոլորիս համար։ Դրանք իրական ձայնագրություններ են, թե ոչ, մենք մարզերից ենք սկսելու, այնպես որ բոլորս գնում ենք ընտրության։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ տնտեսագետ Լիլիթ Ղարաջյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Ձեր ուժը հայտարարեց աղքատության վերացման հիմնադրամ ստեղծելու մասին։ Հատկանշական է, որ դուք բավական հավակնոտ հայտարարություն գնահատական եք տալիս, որ այդպիսով Հայաստանում վերջապես կհաղթահարվի ծայրահեղ աղքատությունը։ Ուզում եմ հասկանալ, ինչ հաշվումներ եք արել այսպիսի հավակնոտ գնահատական տալու համար, որովհետև ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը բազմաշերտ եւ բարդ գործընթաց է եւ մի քանի գործոններով համակցված գործընթաց է։ Նախ եկեք սահմանենք, որն է համարվում ծայրահեղ աղքատ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատ համարվում է այն մարդը, ում ամսական սպառումը չի գերազանցում շուրջ 29,000 դրամը, 29,000 դրամը, այսինքն ստացվում է դա օրական 950 դրամ։ Մարդ չի կարող ծախսել 950 դրամից ավել չի կարող ծախսել սննդի, կոմունալի, դեղորայքի, տրանսպորտի բոլոր ծախսերը միասին օրական 950 դրամ։ 2025 թվականի տվյալները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, բայց 2024 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 18,000 բնակիչ, ովքեր համարվում են ծայրահեղ աղքատ։ 18,000 բնակիչ։ Ընտանեկան նպաստները, որոնք տրվում են ծայրահեղ աղքատներին, դա 20,000-ից 30,000 դրամն է, բայց ընտանիքին, իսկ ծայրահեղ աղքատությունը դա անձի հաշվարկով է արվում։ Ընտանիքում կա 3 անդամ կամ 4 անդամ, իրանց ընտանիքին տրվում է 20-ից 30,000 դրամ աղքատության այդ նպաստը։ Մեր առաջարկը հետևյալն է. մենք անձի հաշվարկով ենք անելու ու հաշվել ենք, որ եթե անձի հաշվարկով մոտավորապես 30,000 դրամ լրացուցիչ նպաստ տրամադրվի, այդ մարդկանց հանրագումարային նպաստը կլինի սպառողական զամբյուղին մոտ համարժեք, էլի չի հասնում, բայց իրենք գոնե ծայրահեղ աղքատության շեմը կհաղթահարեն։ Ընդամենը 18,000 անձի մասին է խոսքը եւ ոչ թե առհասարակ աղքատության վերացման մասին է խոսքը։ Առհասարակ աղքատության վերացումը դա ռազմավարական ու երկարաժամկետ պլան է, որ այո, մեր առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանում չպետք է լինի աղքատ մարդ, բայց առաջնային որոշում է կայացվել, որ ծայրահեղ աղքատների հարցը պետք է լուծվել։ Ինչու է այս հարցը կարևորվում, որովհետև շահարկումներ ես տեսա, որ սա պոպուլիզմ է, կամ եթե կա ռեսուրս, ապա ավելի լավ է զբաղվածության խնդիրը լուծել, որ ունենա երկարատև արդյունք։ Ի պատասխան դուք նշում եք, որ հենց դրա համար նախատեսում եք օրինակ 300,000 աշխատատեղերի ստեղծումը։ Եթե մենք համադրենք այս երկու ինֆորմացիան եւ ձեր քիչ առաջ նշած պատասխանը, ապա ստացվում է, որ դուք այս ծրագրով փորձում եք վիրահատական միջամտությամբ կտրուկ խնդրին լուծում տալ վիրահատական միջամտությամբ, իսկ հեռանկարում արդեն առավել ռազմավարական ծրագրերն է։ Այո, ու պատահական չէ, որ մենք մեր քաղաքական մեկնարկը սկսեցինք հենց տնտեսական քայլերով, ու մեր տնտեսական քայլերի առաջի կետը 300,000 աշխատատեղ ստեղծելն է, բայց հասկանում ենք, չէ, որ 300,000 աշխատատեղը դա մեկ օրում չի ստեղծվելու, ու նույնիսկ մեկ ամսում չի ստեղծվելու, դա մեր 5 տարվա ռազմավարությունն է, բայց այդ մարդկանց չենք ուզում ասել եւս 5 տարի կամ 2 տարի սպասեք, մինչեւ աշխատատեղերը կստեղծվի, դուք էլ կգնաք
աշխատենք։ Մենք ուզում ենք արագ, կարճ, ճիշտ է, կարճ լուծում ենք դրան տալիս, էլի նպաստի տեսքով, բայց ունենք հստակություն ու վստահություն, որ այդ մարդիկ շատ կարճ ժամանակ հետո արդեն իրենք են կարողանալու իրենց կարիքները հոգան եւ չեն սպասելու, որ պետությունը իրենց նպաստ տա։ Այս պահին այդ մարդիկ շատ խոցելի թիրախում են գտնվում, դրա համար որոշվել է, որ արագ այդպիսի լուծում տալ, իսկ դա իրոք արագ է։ Հիմնադրամ ստեղծելը, համալրելը եւ այդ 18000 հոգուն միանգամից այդ գումարները տրամադրելը դա արագ լուծում է։ Իսկ երկարաժամկետ իհարկե նրանք պետք է ունենան զբաղվածություն եւ իրենք կարողանան լուծել իրենց առօրյա հարցերը ու հոգսերը։ Ձերկ բերովի անօգնականություն չեք խրախուսում։ Ոչ, չենք խրախուսում, ընդհակառակը։ Օրինակ մեր տնտեսական քայլերից 5-րդը դա մատչելի բնակարանն է երիտասարդների համար։ Այդ մարդիկ, ովքեր որ ծայրահեղ աղքատ են կամ աղքատ են, երբ որ ունենան արդեն աշխատանք, հաջորդ քայլով ուզելու են բարելավեն իրենց կենցաղային պայմանները, ինչպես պետք է բարելավեն։ Պետք է աշխատեն, գրանցված աշխատող պետք է լինեն, որպեսզի ունենան վարկ ստանալու հնարավորություն։ Պետության ռազմավարությունը լինելու է այնպես, որ աշխատողներին խրախուսի գնալ գրանցված աշխատող լինելու դաշտ, որպեսզի կարողանան օգտվել այլ արտոնություններից, ոչ թե նպաստներից։ Շղթա է այսինքն։ Շղթա է ամբողջը։ Ու մեր ամբողջ տնտեսական ծրագիրը ու քայլերը բոլորը շղթա են, մեկը մյուսին լրացնող ու համալրող է։ Հիմնադրամի մասին խոսենք, փաստորեն փոքր տոկոսը պետության կողմից է լինելու, մնացած հատվածը գործարարների, գործընկերների միջոցներով է լինելու։ Սրա հետ կապված ես գնահատական տեսա, որ փաստորեն աշխատող, բարիք ստեղծող մարդկանց հաշվին, ես կրկնում եմ ձևակերպումը, բարիք ստեղծող մարդկանց հաշվին դուք փորձելու եք օգնել նրանց, ովքեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով չեն աշխատում։ Հիմնադրամը լինելու է պետական հիմնադրամ, ունենալու է հիմնադրամի մուտքերը ունենալու են նաև պետական մուտքեր, պետությունից արվող համալրումներ, բայց այդտեղ օգտագործվելու է ոչ միայն բիզնեսմենների ու գործարարների կողմից նվիրատվությունները, այլև օգտագործվել է մեր ամբողջ Սփյուռքի ներուժը, եւ իսկ ինչ վերաբերվում է, որ բիզնեսների մասնակցությանը դա լինելու է փոխշահավետ մասնակցություն, քանի որ մեր հարկային օրենսգիրքը այս պահին էլ ունի նախատեսված արտոնություններ, որոշակի հարկային արտոնություններ կատարված նվիրատվությունների մասով, պարտադրանք չի լինելու, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ շահառուները ստանալու են նպաստներ ի հաշիվ աշխատողների, դա նորմալ պրակտիկա է, ներկայումս էլ է այդպես, որովհետև մեր թոշակառուները եւ այս պահին արդեն ստացող նպաստառուները ստանում են այդ գումարները պետբյուջեի հաշվին, մեր աշխատողների վճարված հարկերի հաշվին։ Դուք մեծացնելու եք Սփյուռքի բաժինը, ներառելու ենք Սփյուռքի եւ գործարարների բաժինը այդ հիմնադրամ դա լինելու է պետական, ունենալու է պետական վերահսկողություն, ուղղակի դուք ինչպես հարցազրույցի սկզբում նշեցիք, դա արագ վիրահատական խիրուրգիական միջամտություն է, որպեսզի ծայրահեղ աղքատության հարցը շուտ լուծվի։ Չի կարելի չանդրադառնալ Հայաստանի պետական պարտքին, որովհետև թեմային առնչվում է եւ շատ ուղիղ է առնչվում։ Այս իշխանությունը փաստորեն ընդամենը 7-8 տարում կրկնապատկեց պետական պարտքը եւ ամենացավալին եւ զավեշտալին այն է, որ իրենք անգամ դա կարողանում են այնպիսի փաթեթավորմամբ ներկայացնել, կարծեք դա էլ ձեռք բերում է։ Մինչդեռ օրինակ Համաշխարհային բանկի զեկույցներին եթե անդրադառնանք, դուք էլ հղում եք տվել այդ զեկույցին խնդրի մասին խոսելիս, նշվում է, որ թեև այսօր կառավարելի է պարտքը, բայց զգայուն է, եթե դրա մարժը զրկվի, եթե տնտեսական ցուցանիշները չբարելավեն, դինամիկա չլինի, տնտեսական աճ չլինի, ապա խիստ զգայուն է դառնալու պետական պարտքի հարցը եւ ամենավտանգավորը այն է, որ մեր պետական պարտքը ավելի արագ է աճում, քան հնան, եւ 2027-ի վերաբերյալ էլ վատ կանխատեսումներ կան ըստ այդ զեկույցների։ Հիմա դուք երբ գալիս եք իշխանության, այս բոլոր ռիսկերը եւ այս վատթար պայմանները կարծում եմ հաշվի առնում եք։ Ըստ այդմ կարողանալու եք արագ կտրուկ փոխել, բեկում մտցնել այս իրավիճակում, որպեսզի օրինակ 2027 թվականին այդ վատթար կանխատեսումները, վատ կանխատեսումները չիրականան։ Ամեն ինչ արվելու է այդ ուղղությամբ, այո, պետական պարտքը այս պահին
արդեն մեր համար վտանգավոր սահմանին է մոտենում ու միջազգային կառույցները միշտ նշում են, որ պետական պարտքը վատ բան չի պետության համար, այո, վատ բան չի, բայց պետական պարտքը պետք է ուղղվեն եկամուտ բերվող ծախսերին, այսինքն ներդրումներ պետք է արվեն, որը պետք է բերի եկամուտներ եւ որոնց միջոցով պետք է երկրում հնան աճի եւ սպասարկվի այդ պետական պարտքը, բայց մենք ինչպես գիտենք, պետական պարտքը ներգրավվել է եւ ուղղվել է ճանապարհաշինությանը, դպրոցների կառուցմանը, ինչը շատ կարեւոր է իրականում, բայց առաջին հերթին մենք պետք է եկամուտ ստեղծենք, որպեսզի կարողանանք այդ պետական պարտքը սպասարկել եւ նոր պարտք չվերցնել հետագա այդ պարտքը սպասարկելու համար լավ այս պահին մենք վերցրեցինք մեր պետական պարտքը դպրոցները կառուցեցինք ճանապարհները բարելավեցինք իսկ հետո մենք այլևս կարող է պետական պարտք վերցնելու տեղ չունենանք բայց եկամուտ ստեղծող ներդրումներ չեն կարել դա իրոք ռիսկային է ու համաշխարհային բանկի գնահատականներով մենք արդեն մոտեցել ենք այդ վտանգավոր սահմանագծին պարտքը հարաբերակցությամբ իսկ ինչ վերաբերվում է մեր հնային կուզենայի շեշտել, որ այո, մեր հնան աճել է այս տարիների ընթացքում ընդհանուր առումով, բայց եթե հիմա մենք խորանանք հնայի աճը ըստ մարզերի, կտեսնենք, որ կան մարզեր, որտեղ հնան նվազել է եւ ոչ թե աճել է, օրինակ Լոռիում, Գեղարքունիքում այս ընթացքում։ Իսկ հնայի աճը բացառապես, մեծամասամբ բացառապես չասեմ, տեղի է ունեցել Երևանում։ Հնայի աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությունով եւ դա էլ նշանակում է որ արտաքին բացի դա մի հետաքրքիր բան էլ ասեմ հնայի աճի մեծ մասը բաժին է ընկնում բանկային սեկտորին եւ դա է պատճառը որ սովորական բնակիչները այդ հնայի աճը ինչ տեմպով եւ որ երևում է որ հնան աճել է այդ տեմպով իրենց կյանքը չի այդ տոկոսային հարաբերակցությամբ իրենց կյանքը չի բարելավվել ճիշտ հակառակը վարկերն են սպառողական գնաճ տեղի ունեցել, դա լայն բնակչությանը չի առնչվել։ Եվ նորից եմ շեշտում, կան մարզեր, որտեղ նվազում է տեղի ունեցել։ Մարզերի մասին ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է, բնակչության գրեթե կեսը աղքատ է, եւ այս իշխանությունը ընդամենը օրեր անց պատրաստվում է հսկայական գումար ծախսել Շիրակի մարզում, Գյումրիում, երկրորդ քաղաքում հանրապետության համերգ կազմակերպելու համար։ Սա շատ սիմվոլիկ օրինակ է ցույց տալու թե որքան արդյունավետ է այս իշխանությունը բյուջեն տնօրինում եւ թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում։ Այո, մանավանդ ընտրություններից առաջ նման միջոցառումներ կազմակերպելը նման պարտք պետական ունենալու ու աղքատության նման մակարդակ ունենալու պարագայում մի քիչ հարցեր են առաջացնում։ Հետաքրքիր է դուք դպրոցների եւ ճանապարհների հարցին անդրադարձակ։ Ես այս ընթացքում հետևում եմ եւ տեսնում եմ, որ իշխանության քարոզչության ուրեմն կենտրոնում դպրոցները եւ ճանապարհներն են։ Տնտեսական վիճակը եթե վատ թարանում է, հասկանալի է, որ դրանք այնպես չեն օգտագործվելու, ինչպես որ պետք է։ Դուք նշեցիք ապագայում բայց ես ասեմ, որ մենք այս պահին էլ ունենք այդ խնդիրը։ Դպրոցներ են փակվում, բայց ինչու են փակվում? Որովհետև բնակչություն չկա, արտագաղթել են։ Չկա գյուղում ու մարզերում աշխատանք, հետևապես երեխային օրվա հացով ապահովելու համար ծնողը ինչ է անում? Չկա աշխատանք իր բնակավայրում կամ նույնիսկ բնակավայրին մոտ, արտագաղթում է։ Սկզբում ինքն է գնում, հետո ընտանիքն է տանում։ Դա է պատճառը, որ դպրոցներ են փակվում։ Ու այդ նոր կառուցված դպրոցները շատ լավ են, բայց ով է սովորելու այնտեղ, եթե աշխատատեղ չլինի։ Ով է գնալու այնտեղ, եթե բոլորը արտագաղթեն։ Իսկ եթե աշխատատեղ չստեղծենք, դա լինելու է։ Հիմա մի քանի մարզում է նման պատկեր 5-10 տարի հետո ավելի շատ են փակվելու, որովհետև չեն լինելու աշակերտներ դպրոցում։ Իդեպ, մարզային այցերի վերաբերյալ, ձեր տնտեսական 5 քայլերը, ծրագրերը որքանով են հետաքրքրություն առաջացրել։ Հանդիպում եմ դեպքերի, երբ մարդիկ իրենց տնտեսական գործունեությունը կապում են հունիսի 7-ից հետո սպասվող իրականության հետ, որոշելու ինչ անել։ Հիմա
Դուք նաև այդ պատասխանատվությունը զգում եք այդ ծրագրերի մասին խոսելիս, հաշվի առնելով, որքանով են դրանք իրականում գետնի վրա իրականանալի։ Ես ինքս մասնակցում եմ մարզային այցերին, գնում բնակիչների հետ շփվում եմ, շատ հաճելի օրեր են իրականում, բնակիչների հետ շփվելը, նրանց հետ նստելը, նրանց կենցաղային հարցերը լսելը, այո, հետաքրքրում է, հիմնականում գյուղային համայնքներում հետաքրքրում է մթերման կայանները, գյուղատնտեսության ոլորտում տրվող աջակցությունը, ոռոգման հարցը, նման հարցեր բարձրացնում են, երբեմն լինում են հարցեր 20,000 մատչելի բնակարանի վերաբերյալ, հարցնում են որտեղ է լինելու, օրինակ միայն Երևանում է լինելու, թե մարզում, օրինակ գյուղում ապրում են մեծ ընտանիքով, սովորաբար առանձնատներ են, չէ, գյուղերում, բայց մեծ ընտանիքներ են ապրում ու երիտասարդները ցանկություն ունեն ամեն դեպքում այդ մեծ տներից տեղափոխվել, թեկուզ իրենց գյուղին մոտ քաղաք, երեխաների կրթությունը, դպրոցը ավելի լավ պայմաններ ապահովելու համար։ Ամենաշատ հարցերը իրենց հետաքրքրում է դա մթերման կայանները, գյուղատնտեսության ոլորտը, դեղերի գները, չնայած որ ապահովագրությունը մտել է, բայց հարցնում են ու շատ տարեց բնակիչներ ասում են, որ գնում ենք դեղատուն, մեկ էլ դեղատան աշխատակիցը ասում է, բա գիտեք փոփոխություն ա եղել, մի քիչ հավելում պետք է վճարեք, դեղերի գների 20% նվազեցումից էլ են հարցնում, աշխատատեղերի վերաբերյալ ամենաշատն են հարցնում, բոլորը ուզում են, որ իրենց մարզում լինի այդ աշխատատեղերը եւ հարցնում են արդյոք որ մարզում է լինելու, մեր մոտ ինչ է նախատեսված, արդեն կան պլանները, ծրագրերը, այո, հետաքրքրություն կա ու հույս կա մարդկանց մոտ, մենք տեսնում ենք, որ նրանք սպասում են փոփոխության։ Հավասարաչափ զարգացման այդ կարևոր հարցը դուք հաշվի առել եք։ 2 օր առաջ կարծեմ Սամվել Կարապետյանը հենց ինքը հայտարարեց, որ մենք մարզերից ենք սկսելու։ Մարզերից մարդիկ լավագույն դեպքում արտագաղթում են դեպի Երևան, եթե դա կարելի է կոչել արտագաղթ, վատագույն դեպքում արտերկիր։ Մարզերը դատարկվում են, իսկապես դատարկվում են։ Դուք ասում եք, որ մարդիկ փոփոխություն են ուզում։ Որպեսզի լինի փոփոխությունը, շատ կարևոր է, որ ընտրություններին լինի բարձր մասնակցություն։ Ասում եք, կարող եմ թվարկել պատճառներ, հիմնավորել, թե ինչու է պետք մասնակցել ընտրություններին, անկախ նրանից որևէ մեկին համակրում եք, թե ոչ, որևէ ուժի համակրում եք, թե ոչ։ Ամենակարևոր խնդիրը այսօր Հայաստանում մոտիվացնել մարդկանց մասնակցել ընտրությունների, որովհետև եթե նկատել եք այս իշխանությունը ընդհանրապես իր ագրեսիվ քարոզարշավում մարդկանց ընտրություններին մասնակցելու կոչ չի անում, որովհետև իրենց հակառակ պատկերն է պետք ցածր մասնակցությունը։ Ես վերլուծում էի 2021 թվականի ընտրությունների արդյունքները թվերով, ես տեսա, որ մեր ընտրության իրավունք ունեցող բնակչության մոտավորապես 25%-ը որոշել է ամբողջ բնակչության համար։ Այսինքն ցածր մասնակցությունով 25%-ը կարողացել է որոշել բոլորիս համար։ Իսկ ներկա իշխող ուժի ընտրողները հավատարիմ ընտրողներ են, իրենք բոլորը գնում են ընտրության։ Այն ընտրության չգնացողները մեծ մասը, այն ընտրազանգվածն է, ովքեր չունի կողմնորոշում, բայց շատ կարևոր է, որ նույնիսկ կողմնորոշում, եթե կողմնորոշված չի, գնան ընտրության եւ ձայնը տան, կարևոր է նաեւ ով նախնական գնահատականներով սահմանված չեմ հաղթահարող ուժին, որ գիտեն, որ կանցնի, որպեսզի չփոշյանա, որովհետև մեր ընտրական օրենսգիրքը այնպես է կառուցված, որ եթե դուք գնում եք, ասում եք, մեկը ոչ մեկին չեմ ուզում, ինչ որ մեկին տամ, այդ ինչ որ մեկը չի անցնում խորհրդարան, չի հատում սահմանված շեմը, այդ ձայները գնում է համամասնությամբ, բաշխվում մյուս ուժերի մեջ։ Հետևապես, ով ամենաշատ ձայնն է հավաքել, ամենաշատը իրան է հասնում ձայնը։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ քաղաքացին դեմ է կատեգորիկ իշխող ուժին, բայց մնացածին էլ նենց միանշանակ չի վերաբերվում։ Գնում է ձայնը տալիս է մի անհայտ ուժի, որ գիտի ի սկզբանե էլ որ չի անցնելու։ Այդ ձայնի համամասնությամբ երբ որ բաշխվի, ամենաշատը գնալու է իշխող ուժին ձայնը։ Ու շատ կարևոր է այս մասին բարձրաձայնել եւ մարդկանց իրազեկել, որ գնացեք ընտրության եւ ձեր ընտրությունը արեք անցողիկ շեմը հաղթահարող ուժերի միջև։
այսքան փոքր Հայաստանում 3 միլիոն բնակչություն ենք։ 19 ուժ է ընտրություններին մասնակցում, 19 ուժ։ Մեծ մասը փոշիացող ձայներ են, չեն հաղթահարելու անցողիկ շեմը, հետևապես բաշխվելու այրան ձայները։ Դրա համար շատ կարևոր է գնալ ընտրության, կատարել ընտրություն եւ ընտրել, նույնիսկ եթե կողմնորոշված չեն, անցողիկ շեմը հաղթահարողների միջև եւ ոչ թե ուղակի ձայն տալու համար։ Դեպ բարձր մասնակցություն չապահովելու նպատակով է նաև իշխանության այս վախի մթնոլորտ տարածելու գործելավոճը, հատկապես բռնաճնշումները, համատարած գաղտնալսումները, պատկերացրեք մարդ, որը առանձնապես մոտիվացված չէ եւ չի հետաքրքրվում քաղաքական գործընթացներով, տեսնում է, որ փաստորեն Հայաստանում գաղտնալսվում են բոլորը։ Մի քիչ թույլ տվեք չհամաձայնվել կամ հայտնել ողջամիտ կասկած, արդյոք գաղտնալսվում են, թե դրանք իրական ձայնագրություններ են, թե ոչ, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեն տեսանք, չէ, մի քանի ձայնագրություն, գրեթե ամեն օր ձայնագրություն է հրապարակում ու անում է դա նախաքննության փուլում։ Այսինքն այդ ձայնագրությունները ոչ փորձաքննության են ենթարկվել, ոչ ապացուցվել է այդ ձայնագրությունների իսկությունը, այսինքն դատավարական փուլը դեռ չի ավարտվել։ Մենք ունեցել ենք, չէ, մի քանի ամիս առաջ դեպք, երբ որ նույնիսկ ոչ թե ձայնագրություն, այլ տեսագրություն էր հրապարակվել, որը միջազգային կազմակերպությունները ասեցին իրական չեն, հա, ու շատ կարևոր է, որ խախտվում է անմեղության կանխավարկածը։ Նախաքննության փուլում, որ դեռ դատավարությունը չի սկսել, դատարանի որոշում չկա, մարդկանց թիրախավորում են ու կոնկրետ մի ուժի են թիրախավորում այսքան ժամանակ ու խախտվում է անմեղության կանխավարկածը։ Ես մինչև 2018 թվականը չեմ հիշում, որ այսպես լիներ, որ գաղտնալսեին ու միանգամից հրապարակային։ Երբ որ լինում է արդեն դատարանի որոշումը, էլ ոչ մեկ չի հետևում դատարանը ինչ որոշվեց։ Իսկապես դա այդպես էր, թե այդպես չէր, ու արդեն հեղինակությունը վնասված է լինում։ Իմ կարծիքով սա հատուկ է արվում։ Ի ամփոփում ուզում եմ նշել, եւս մեկ անգամ նշել, որ ընտրությունների գնալը դա շատ կարևոր է եւ հունիսի 8-ին բոլորս արտանանք ու վստահ լինենք, որ ընտրության արդյունքը բոլորիս որոշումն է եղել եւ ոչ թե ընտրության իրավունք ունեցողների 25%-ի որոշումն է եղել, այնպես որ բոլորս գնում ենք ընտրության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։